Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բայլույս մեզ շատ սիրելի ու հավատարիմ հեռուստադիտող, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես ասում եմ, որ օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Ձեզ հետ ինչպես միշտ Անահիտ Կիրակոսյանն է եւ ես առաջարկում եմ, որ մենք արթնանանք միասին։ Ինչ է հարկավոր դրա համար։ Դե իհարկե լավ երաժշտություն։ Այս պահին ակտիվ երաժշտություն արթնանալու համար։ Գնացինք։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ ու ոչ մի գորգ չի պատրվում, միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում, միանգամից ձյուն չի գալիս ու չի փչում անգամ քամի ու կապ չունի, որ մարտ ամիսը գիժ է, եկեք հարմարվենք եղանակին, ստեղծենք մեր եղանակը, բարության եղանակը։ Առաջարկում եմ այս պահին բարի մայիսի հետ ճանապարհորդենք եւ հասկանանք, թե ինչ է այս անգամ անելու։ Գնացինք բարի մայիս մեր եթերում։ Ой, блин, деньги дома оставил, ё-моё. Женщина, здравствуйте. Что? Извините, пожалуйста, я деньги дома оставил. На хлеб не хватает, оказывается. Можете? Ой, да, спасибо вам огромное. Спасибо. А почему решили помочь? Почему? Я всегда помогаю. Серьезно? Да. Спасибо вам огромное. Да, для меня это большое удовольствие. Да, спасибо огромное. Очень приятно. Вам огромное спасибо. Добро возвращается, если что. До свидания. До свидания. Спасибо вам. Շնորհակալություն անչափ մայիսին, ամեն անգամ երբ դիտում եմ այս հոլովակները, հուզվում եմ եւ մտածում եմ, թե ես ում կարող եմ նույն էմոցիան պարգևել, եկեք իսկապես միշտ հետևենք ու փորձենք մենք էլ բարության մեր չափաբաժինը տալ այս աշխարհին։ Իսկ այսօր ես ունեմ հրաշալի հյուրեր, տաղանդավոր մարդիկ, մեկը մեկից գունեղ, մեկը մեկից լուսավոր, մարդիկ, ովքեր իրական հայկական արվեստն են տարածում, եւ ես սիրով ուզում եմ ներկայացնել, այսօր մենք ունենք եթերում դուդուկահարների կվարտետ եւ այսպես առաջին դուդուկ եւ գեղարվեստական ղեկավար Գյորգի Մինասյան, բարի լույս, երկրորդ դուդուկ Արտակ Ասատրյան, բարև ձեզ, երրորդ դուդուկ Վաչե Փաշինյան, ողջույն, չորրորդ դուդուկ Գագիկ Հակոբյան, բարև ձեզ, ինչպես նաեւ երգիչ դափահար Արամ Մովսիսյան, բարի առավոտ։ Շատ ուրախ եմ այսքան գեղեցկադեմ տղամարդկանց հետ այսօր եթերում լինելու եւ շատ շնորհակալ եմ, որ այս առավոտ եկել եք մեր տաղավար։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Բոլոր միասին լավ, շնորհակալություն։ Ոնց եք, լավ եք։ Քանի որ մեր հաղորդումը կոչվում է օրդ բարին, ուզում եմ հասկանալ ինչպես է սկսվում ձեր օրը, առհասարակ սուրճ, թե առավոտյան վաղ արթնանալ, գուցե գիշերային փորձեր։ Մուրաբայով թե։ Մուրաբայով թե իսկ ձերը։ Բազիվ հասնում եմ երեխայիս մանկապարտեզ։ Այն էլ այս խցանումների մեջ, չէ։ 1 ժամ էլ շուտ ենք արթնանում։ Ձեր առավոտները ինչով են։ Դառը սուրճ։ Դառը սուրճ։ Հարթանալ, լվացվել, առավոտյան նախաճաշ եւ աշխատանք։ Հրաշալի։ Մուրաբայով թե՞ը։ Միկրոֆոնով։ Իմ առավոտը ինչպես կենինս, վերջի րոպեին արթնանում եմ, բայց ես երեխա չունեմ էլ։ Շտապում եմ աշխատանք։ Շատ ավելի լավ։ Դուք այսօր ամենաառաջին եք եթերի հասել, իսկ մեր առավոտ օրդ բարի շրջանակներում այսօր սկսվում է դուդուկով, բա, այդպես էլ է լինում սիրելիներս։ Իրականում ուզում եմ հասկանալ ինչպես է ծագել գաղափարը, ստեղծելու կվարտետ, որովհետև վստահ եմ յուրաքանչյուրը առանձին անհատապես հրաշալի կատարող արտիստներ եք եւ այս գաղափարը, հա, ձևավորել կվարտետ։ Նախաբան որպես ասեմ, գործիքների մասին գործիքները ստեղծել է պապիկս, հաստակավոր արտիստ Հայաստանի Հանրապետության Գյորգի Մինասյանը, Մինասովը,
սկզբից դուդուկը տրադիցիոն իր տեսակով միշտ եղել առանց հականների, այսինքն զուտ իրանը փայտից եւ ղամիշը եւ շատ փոքր ձայնածավալ ուներ տրադիցիոն դուդուկը, պապիկս ավելացրեց փականներ, այս մետաղական եւ հնարավորությունները շատացան գործիքի։ Դրանից հետո միտք առաջացավ ստեղծել բարիտոն եւ բաս դուդուկները, բարիտոնը այսօր չենք բերել, սա բաս դուդուկն է։ Ամբողջությամբ ձեր պապիկի ձեռքի աշխատանքն է։ Սա բասն է եւ կարծես նմանվեց ջութակների եւ լարային գործիքների ընտանիքին։ Ահա։ Եվ ընտանիքը որ կազմվեց գործիքների, պապիկիս մոտ միտք առաջացավ ստեղծել քարյակ, նույն դասական լարային քարյակի ֆորմատ։ Դուք շարունակել եք պապիկի գործը։ Այո, պապիկից հետո կազմը փոխվեց ոչ բոլորը, արտակը դեռ պապիկի հետ նվագել է։ Պատիվ է ունեցել։ Դրանից հետո արդեն մեր ընկերները միացան մեզ եւ շարունակում ենք։ Գործիքները մի օրինակ են ստեղծվել եւ փոխանցվել են, թե բասը եւ բարիտոնը մեկ օրինակ են, բայց այս գործիքը, որով ես եմ նվագում, արդեն արտադրության մեջ կա եւ հասանելի է։ Ինչքան ժամանակ է, որ արդեն կվարտետի տեսքով եք հանդես գալիս։ 98 թվականից ստեղծվեց խումբը։ Իսկ նոր սերունդը 20 թվականից։ Ես շարունակեմ Գեորգին, ընկերոջս, քանի որ ես ավելի շուտ եմ եղել կվարտետում, քան Գեորգին, պատիվ եմ ունեցել ուսանելու վարպետին, Գեորգի Մինասովին։ Բավական երկար ճանապարհ անցել, ավելի քան արդեն մոտ 30 տարի եւ 30 տարվա մեջ մեծ սերնդափոխություն է եղել եւ վարպետը մեզ թողել է ոչ միայն հիանալի ժառանգություն նման գործիքների երաժշտության դուդուկի այնպիսի ռեպերտուարի, որ մինչ այդ ուղակի երազել անգամ չէր կարելի, նաեւ թողել է շատ ընկերներ, որոնք սերնդեսերունդ եկել մի մասը տեղափոխվել են արտերկիր եւ գործունեություն են ծավալում այնտեղ։ Խմբի յուրահատկությունը կայանում է հենց իր դասական ֆորմատի մեջ եւ սա շատ լուրջ քայլ է դուդուկը դասական բեմին ինտեգրվելու ճանապարհին, որտեւ օրինակ 30-40 տարի առաջ դժվար կլներ մտածել, որ դուդուկը դասական գործիքների հետ, օրինակ ջութակների, կլարնետների հետ մի օր բեմում հավասար ելույթ է ունենալու, բայց եւ աշխատաշուկան տարբեր էր, բայց այսօր դուդուկը հենց հիմնական իր աշխատաշուկան բեմն է եւ ինտեգրվում է դեպի դասական բեմ։ Ես վարպետի աշխատանքը եւ հենց դուդուկներ քարյակը դրա շատ մեծ աշխատանքներից մեկն եմ համարում, որ ստեղծվեց դասական ֆորմատ, դուդուկարների անսամբլներ եղել է, բայց հենց դասական ֆորմատի գաղափարը եւ միտքը որտեղ 4 դուդուկ նվագում են առանց ցայների խաչաձևման, դա շատ կարևոր մեղ էր։ Հիմա մենք պատիվ ունենք շարունակելու Գեորգիի հետ, մեր ընկերների հետ, Փաչեի։ Այդ է ուզում հասկանալ, մեկ այլ բան է, երբ միայնակ բեմում դու եւ քո դուդուկն ես, մեկ այլ բան է, երբ խումբ է ու պետք է մեկը մյուսին զգան, ճիշտ շնչառությամբ միասին մի օրգանիզմ լինեն, հա, բարդ չէ։ Բարդություն կա, բայց հիմնականում այդ բարդության հաղթահարումը գալիս է փորձերից եւ ինչու՞ չէ ամենակարևորը նաեւ ցանկության ու ընկերության մթնոլորտից, որտեղ մենք այստեղ բոլորս ոչ թե գործընկերներ ենք, այլ ընկերներ եք։ Այլ մի ընտանիքինման մենք իրար հետ մեր փորձերը անգամ Գեորգինս տանն ենք անում, պատկերացրեք ինչ ջեր մթնոլորտում են անցնում եւ մենք բոլորս ինտեգրվում ենք այդ կվարտետ ասված հասկացողությունը, թե ընկերական մարդկային տեսակետից, թե եւ որպես երաժշտական ձևաչափ։ Իսկ արդեն ինքնին ստեղծագործությունները իր պահանջները թելադրելով, մենք որպես երաժիշտ, այսպես ասած, ենթարկվելով այդ պահանջների, իհարկե արդեն գալիս է տեսնում եք ինչ որ այն ինչ որ կատարվում է։ Իսկ ինչպես է ընտրվում երաժշտացանկը, ինչ պիտի նվագեք, որ գործը միասին վիճաբանություն չկա, եկեք սա չենա։
Վիճաբանություն չէ, հա քննարկումներ, ծեծ ու ջարդ չենք ունեցել դեռ նման դեպք։ Դեմոկրատիկ մի քիչ խումբ է մեր մոտ, բոլորս քննարկում ենք ամեն դետալները քննարկում ենք, ծրագիրը կախված որտեղ ենք նվագելու ինչ հանդիսատեսի համար եւ հիմնականում շատ հեշտ հայտարարի են գալիս ընդհանուր, որովհետեւ կարծում եմ նույն ուղղությամբ ենք մտածում, նույն ձև ենք մտածում։ Նույն ուղղությամբ եք նայում։ Ես հազար ներողություն հավելեմ, խումբը արդեն ունի մոտ մի քանի մեծ համերգի ռեպերտուար, դա իր մեջ ներառում է եւ հայկական հոգեվորը եւ աշխարհիկը եւ նաեւ դասական ստեղծագործություններ։ Վերջի մեր պրոյեկտների հետ, քանի որ մենք նաեւ համագործակցում ենք հիանալի երգիչ Արամ Մովսիսյանի հետ, խմբի ռեպերտուարը մի փոքր ադապտացրել ենք նաեւ երգիչին, որպեսզի չդառնա երգիչ եւ նվագակցող ինչ որ անսամբլի տեսք, այլ Արամը դառնա դուդուկներ քարյակի մի մասնիկ, իր ձայնը որպես գործիք եւ դափի նվագակցությունը։ Այստեղ մենք ադապտացրել ենք մի քիչ մեր ռեպերտուարը նաեւ Արամին, Արամ ջան, եթե քո սրտով այդ ամեն ինչը ասեք, թե ինչպես եք ձեզ զգում քարյակի հետ։ Իհարկե իմ սրտով է ամեն ինչ։ Որպես սոլիստ Այո, նվագակցում են իմ պրոֆեսիոնալներ, նվագակցում են շատ գեղեցիկ մոտեցում, շատ գեղեցիկ հնչողություն, որ չես կարող ուղղակի չերգել։ Շատ մեծ հաճույք է, մեծ պատիվ է համագործակցել մեր վարպետի հիմնած գեղեցիկ կվարտետի հետ։ Իրականում հրաշալի ու կախարդական ելույթներ եք դուք ստեղծում ու մենք բոլորս գիտենք, որ դուդուկը որպես ազգային գործիք հայտնի աշխարհով մեկ որպես Հայաստանի իրական Հայաստանը ներկայացնող ազգային գործիք, հետաքրքիր է որտեղ եք եղել հյուրախաղերի եւ ինչպիսին է եղել տպավորությունը։ Ես գիտեմ, որ վերջերս վերադարձել եք Հնդկաստանից, մի փոքր խոսենք այս մասին։ Գյորգին ասիր, թող հին, ասես ասած, հիմնադիրները խոսեն։ Հնդկաստանում շատ հետաքրքիր ելույթներ ունեցանք, շատ գեղեցիկ վայրերում եղանք, երկու համերգ ունեցանք Հնդկաստանում, Ջոդհպուր քաղաքում եւ Նագաուր, հա? Նագաուր։ Երկու համերգներն եղել են հին ամրոցների մեջ։ Ինչպես ընդունվեց, ինչպիսին է այնտեղ հանդիսատես, ինչպես են արձագանքում առհասարակ։ Դա ֆեստիվալ էր, փառատոն էր, եւ որ ներկային տարբեր երկրներից երաժիշտներ, խմբեր կարծում եմ գլոբալ չլինի, բայց հայկական երաժշտությունը կարծում եմ ամենաշատը տպավորեց հանդիսատեսին եւ դա ոչ միայն մեզ մոտենալուց ենթադրություններ են, այլ ընդհանուր կողքից լսում ենք խոսակցություններ եւ հետագա առաջարկների հիման վրա կարող եմ ենթադրել, որ իրոք սիրեցին մեր ելույթները շատ տարբեր ազգությունների հանդիսատես կային, այդ տարբեր ազգությունների ներկայացնող հանդիսատեսներ կային եւ բոլորը կարծում եմ շատ հավանեցին։ Մի գեղեցիկ պահ եղավ, որ հարցնում եք ինչպես ընդունվեց, համերգից հետո մի հնդիկ կին մոտեցավ, հարցնում է թե ինչի մասին եք դուք երգում, փորձեցի չպատասխանել այդ հարցին հարցով պատասխանել։ Ասացիք դուք ինչ եք զգացել։ Ինչ եք զգացել, ինքը իմ հարցի պատասխանը ասեց։ Դա շատ հետաքրքիր էր ուղղակի։ Սովոր ապացույցն է, որ երաժշտությունը ազգություն չի ճանաչում, արվեստ ազգություն չի ճանաչում եւ մարդիկ կարող են զգալ, երբ ամեն ինչ արվում է անկեղծ, ազնիվ ու իրական։ Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ խոսել, այսպես ունենք տեսանյութ հենց Հնդկաստանից։
Իսկապես տպավորիչ էր, մենք էլ զգացինք մեզ այնտեղ։ Ես վստահ եմ, որ ելի են հյուրախաղեր եղել եւ դեռ շարունակվելու են։ Այո, հյուրախաղեր ունեցել ենք այս կազմով 20 թվականից որ կազմը փոխվեց, այդ ժամանակվանից ունեցել ենք մի քանի համերգներ արտերկրում եւ Հայաստանում։ Հիմա կրկին պլանավորվում են համագործակցություններ միջազգային բեմերում։ Հուսով եմ կտեղեկանաք։ Մենք միայն ուրախ կլինենք նաև լուսաբանել այդ մասին, որովհետև շատ ուրախանում ենք, երբ մեր հայ երաժշտությունը իրական ազգային գործիքներով ներկայանում է աշխարհի տարբեր կետերում, ապրեք ձեր կատարած աշխատանքի համար, ու բոլորդ այնքան համեստ ու զսպված եք, կարծում եմ այսօր կխոսի ձեր գործիքը ձեր փոխարեն եւ իհարկե ձեր վոկալը։ Առաջարկում եմ մինչեւ ձեզ հրաժեշտ տալը առանց կատարման բաց չթողնել եւ այս պահին բոլորս միասին վայելենք ձեր կատարումը։ Բրավո, շշմելու, անկեղծ, իրական կատարում անչափ շնորհակալ եմ ձեզ, որ այս առավոտ ժամանակ գտաք, եկաք մեր օրդ բարի տաղավար ու լցրեցիք այս հրաշալի երաժշտությամբ ու կատարումով։ Ինձ մնում է միայն մաղթել ձեզ հաջողություն, նորանոր հյուրախաղեր ու ինչու ոչ համերգներ հենց այստեղ հայրենիքում Հայաստանում, որովհետև վստահ եմ, որ հանդիսատեսը սպասում է ձեր կատարումներին։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, սիրելի հեռուստայտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, լսենք մերը, ազգայինը, սիրենք, փնտրենք, գնահատենք ու շատ տարածենք։ Դա շատ կարևոր է, որովհետև դա մեր մշակույթն է, մեր արվեստն է, ու եթե մենք չիմանանք ով ենք եղել, չենք կարողանա քայլել առաջ դեպի նոր նպատակներ ու գրավել նոր հորիզոններ։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրդ բարի։ Բարով մնացեք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։